Արամ, դուք բարբերաբար անդրադառնում եք մեր հերոսներին բոլոր ժամանակների, բայց այսօր տեսնում ենք, որ հերոսներն ու հերոսականությունը հետին պլան են մղվում, կարծեք քաղաքականություն կա նման, որ այսպես տորադաս են իրենց արածը եւ օրինակ հերոս են դիտարկում, ասենք հարկատուները։ Ձեզ համար է, ինչ է։ Դա իրականում ողբերգություն է պետական մակարդակով, որովհետև ես այսօր այդ մասին գրառում եի արել, որ Աբաջյանի հերոսական կերպարը, որպես այդպիսին, եթե չլիներ պետական մասնակցությունը այդ հերոսական արարքը ամրագրելուն, գուցե տեղյակ չլինեին մարդիկ եւ այսօր մենք չէինք ունենա Ռոբերտ Աբաջյանի պես հերոսներ, որոնց օրինակով սերունդներ դաստիարակվեցին եւ անգամ 20 թվին եղել էին զինվորներ, ովքեր նույն օրինակով գերի չընկնելու պայմանով Միրզոյան Կարենը հենց մեկը ագարակից որ միշտ հայրը պատմում էր, որ Ռոբերտ Աբաջյանի օրինակով որ նայում էին նրա մասին հաղորդումներ, ասում էր պապ դե ճիշտը դա է, էլի թուրքին գերի չընկնել այդ բարակայում, զենքը ձեռքին։ Եվ մենք 20 թվականից հետո ունեցանք իրավիճակ, որ ոչ միայն չփորձեցին գտնել այդպիսի պատմություններ, իսկ դրանք շատ են։ Ես ասում եմ, եթե Ամերիկան ինչ-որ մի զինվորի դրվագով մի պատմություն անենում, մի ամբողջ շարք է նկարում դրա մասին Հոլիվուդը, բայց մեր 20 թվականի պատերազմում այնպիսի դրվագներ կային, այնպիսի հերոսական, որ վերջ անգամ երևի երկրորդ համաշխարհայինի ժամանակ էին գրանցվել այդպիսի դեպքեր։ Ու այդ ամենը մոռացության մատնել, չանդրադառնալ, հնարավորինս փորձել արժե զրկել այդ ամենը, հնարավորինս փորձել չխոսել այդ տղերքի մասին, հաղորդումներ կան, որոնք փակվեցին հենց մեկը հմեկով, Պասկալիվայի հաղորդումը փակվեց գնալով, Արցախի մասին դադարեցին խոսել, այսինքն այդ տղերքը ինչի համար էին զոհվել։ Նպատակը ո՞րն է, Արամ, չփաստագրել է։ Հնարավորինս մոռացության տան Արցախը եւ Արցախի համար զոհված տղերքին, այսինքն չկա Արցախ, չկա Արցախի համար զոհված։ Մոռացության չեն կարող տալ օրինակը, երբ որ արձանը բացվեց կյաժի, թե հանրությունը ինչպես արձագանքեց։ Այո, դա պետական մակարդակով փորձում են մոռացության մատնել, բայց այլ բանը հասարակությունը, հանրությունը դրա հետ միակարծիք չի։ Այսինքն ջնջել չեն կարող։ Ջնջել չեն կարող, իհարկե, ոնց որ իրանք ամեն մեկը պայքարում են հանկարծ Արցախ բարձրացնում, ասեն Ղարաբաղ, բայց մեկը դա հակազդեցություն է ունենում ժողովրդի կողմից։ Իսկ իրանք փորձում են արկելը ժողովուրդը հակառակ են, արժանապատիվ հայ մարդը, ոնց կարա մոռանա Արցախը, ոնց կարա մոռանա Արցախի Աբաջյանին, Արցախի համար զոհված տղերքին։ Այսինքն իրենց քաղաքականությունը այնքան այսպես ասած պապոր քաղաքականությունը այնքան միանգամից են ուզում ամեն ինչը արժե զրկել։ Այսինքն պլան ունեն, ծրագիր ունեն, տերեր ունեն, որոնք այդ ամեն ինչը պատկերել են, բայց իրենք անգամ այդ հարցում են ապիկար։ Այնպիսի ձևով են փորձում այդ ամեն ինչը ժողովրդի միջից հանեն վերացնել, որ դա հակազդեցություն է տալիս եւ ավելի շատ են մարդիկ խոսում։ Այո, Աբաջյանի արձագանքները, արձանի տեղադրումից հետո մինչև այսօր Աբաջյանի մասին ինչ գծվում է, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ արձագանքում են, 100 հազարավոր մարդիկ միանգամից արձագանքում են։ Եվ ես դա եմ ասում։ Դա եւս պետական քաղաքականության մոտեցման արդյունքն է։ Եթե պետությունը ուզում է, որ ինքը հերոսներ ունենա, պետությունը ունենում է հերոս։ Ուր է մեզ տանելու այս ճանապարհը, ասենք լավ Արցախը մոռացանք։ Ինչ է, ուզում են Հայաստանն էլ չլինի առանց հերոսների։ Դե ուզում են ինչ-որ ընդհանուր անսեր, անհայրենիք, անսկզբունք, անկարմիր գծեր մի հասարակություն լինի, ինչ-որ ուտեն խորոված, ուտեն ինչ-որ փաբերում խմեն, անցնի գնա օրը, այդպես աննպատակ անբան մեռնեն գնան էլի։ Այսինքն ոչ մի արժեք, ոչ մի սրբություն, իսկ ժողովուրդները ինչով են կանգուն, ինչով են գոյատևում պատմության մեջ դարերի մեջ։ Իրենց արժեքներով, իրենց հերոսներով, իրենց պատմությամբ։ Այդ ամեն ինչը վերցնում ես իրենց հավատքով։ Իսկ եթե այսօր տեսնենք, թե ում դեմ է պայքարը եւ ինչերի դեմ է, բնական հիմնասյուների դեմ է, եկեղեցու եւ հերոսներ։ Շնորհակալ եմ։ Hi.